Ջոն Բիվիր Գոդրել երկչոդությունը 9-րդ գլուխ Երկչոդության արմատը Գենսուրախ հաղորդակցող ըլլալ չապացուցեր, որ Գաբրիս երկչոդութենեն ազատ։ Ես ճանցած եմ շատ գենսուրախ մարդոց, որոնք կպայքարեին երկչոդության թեմ։ Իրականության մեջ երբեմն անոնց գենսուրախությունը բարձաբես երկչոդությունը բահելու ծածկոց է, որուն թեմ անոնք կգրվին իրենց ներսը։ Լրակյացությունը երկչոդության միակ ախտանիշը չէ։ Որոշ մարդիկ, որոնք շփոթած վիճակի մեջ են, ավելի շատ գխոսին։ Նշանակություն չունի, թե ինչքան օծված ես թունալ գրնաս երկչոդըլլալ։ Ես ճանչած եմ մարդոց, որոնք զորավոր եղած են ծառայության մեջ, մինչդեռ պայքարի մեջ եղած են երկչոդության հետ։ Երբ անոնց վրա օծությունը գիչներ, անոնք գթառնային անվախ, անոնց թուլությունը գծածկվեր Աստուծո օծության մեջ։ Բայց երբ օծության ծածկոցը գհերանար, գթառնային վախի եւ անապահովության հետ պայքարող մարդիկ։ Մարդոց հետ հաղորդակցելու ժամանակ անոնց ամճկոդությունը անթակույց է։ Ինչեն գիտեմ, որ այս ամենը ճիշտ է, որովհետև ես ինքս այդպիսին էի։ Թուն գրնաս գենսուրախ, ուժեղ, համարձակ, նույնիսկ օծված ըլլալ եւ միևնույն ժամանակ շարունակել պայքարիլ երկչոդության թեմ։ Երբ ջնշումը բավականին գզորանա, կբացահայտվի քու իրական էությունը։ Երկչոդության հոգի ունենալը գապ չունի անհատականության, ֆիզիկական ուժի կամ օծության բագասի հետ։ Այսպիսով, ինչը մարդոց կդարձնե երկչոդության քերի։ Արդակին երևույթը հագարակ է ճշմարտությանը։ Պատասխանի համար նայիր Սիմոն Պետրոսին։ Անգեն սուրախ էր, երբեք չեր ամճնար բարձրացայն իր գարձիկը ըսել է։ Պետրոսը համարձակ էր, արդակուստ ան ուժեղ կամ կունեցող ու անվախ մարդ էր։ Գտվեր, թե ոչինչ գրնար վախցնել Պետրոսին, բայց այնուամենայնիվ ինչ որ բան վախցուց անոր։ Մեռնելու վախը պատճառ դարձավ, որ Պետրոսը 3 անգամ ուրանար Հիսուսին։ Այնպես որ երկչոդութենեն ազատ ըլլալու կարողությունն ուժեղ անհատականություն ունենալու մեջ չէ։ Ավելի քիչ հավանական էր Պետրոսի Հիսուսին ուրանալը, քանի որ ան Հիսուսին շատ հավատարիմ էր։ Ոմանք կմեղադրեն Սիմոն Պետրոսին, պատճառաբանելով, որ երբ եկավ կործելու ժամանակը, այդ բահում Պետրոսը իսկական հավ էր։ Ասոր ես կպատասխանեմ հարցումով, իսկ որքան հավեր համարձակություն կունենային գենալու զինված ամփոխի թեմ եւ հարձակման անցնելու։ Պետրոսը համարձակորեն հրավ ադիգա։ Հովհաննես 18, 3-ին եւ 10-ին մեջ գրված է. Եվ հութան զինվորներու քունթը եւ քահանայապետներեն փարիսեցիներեն սպասավորներ առնելով եկավ հոն չահերով, լապտերներով եւ զենքերով։ Բայց Սիմոն Պետրոսը, որ սուր ուներ, քաշեց անոր եւ քահանայապետի ծառային զարգավ եւ անոր աջ ականջը գդրեց նետեց։ Ասիգա ինձի համար հավի արարք չէ։ Այսպիսով, ինչու Սիմոն Պետրոսը արհամարհեց զինվորներուն եւ վախցավ աղախինեմը։ Այո, ադիգա ճիշտ է, անվախցավ։ Աղախին մը վախցուց անոր, եւ Պետրոսը դուրսը նստած էր սրահին մեջ, եւ աղախին մը եկավ անոր քով եւ ըսավ. Թունալ Գալիլեացի Հիսուսին հետ էիր։ Անալ փոլորին արջև ուրացավ եւ ըսավ. Ես չեմ գիտեր, թե թուն ինչ կսես։ Մատթեոս 26, 69 եւ 70։ Ինչու փոխվեցավ ան։ Ցուցադրական համարձակություն։ Պատասխանելու համար եկուր վերադառնանք այդ երեգո կատարվածին։ Բոլոր աշակերտները միասին գդոնեին զադիգը։ Հիսուսը զգուշացուց անոնց. Դուք ամենքդ այս գիշեր կգայթակղիք ինձմե։ Մատթեոս 26:31։ Բայց Պետրոսը իրեն բացարեց եւ համարձակորեն հայտարարեց. Թեև ամենքը գայթակղին քեզմե, ես երբեք չեմ գայթակղիր։ Մատթեոս 26:33։ Քաչալերանքի ինչպիսի համարձակ ցուցաբերում։ Գտվի, թե Հիսուսը սխալած էր, երբ Պետրոսին ալ ներառած էր այդ մարդոց մեջ։ Բայց Հիսուսը ուղիղ նայեցավ Պետրոսի հոգիին մեջ եւ ուղելով անոր ըսավ. Ճշմարիտ կսեմ քեզի, այս գիշեր դագավին հավը չխոսած 3 անգամ գուրանաս ինձի։ Մատթեոս 26:34։
ինչպիսի հարված Պետրոսի վստահությանը։ Հիսուսը Պետրոսին ըսավ, որ ոչ միայն կքայթագղի, այլև գուրանա իրեն։ Թույլ մարդը ասոր պատճառով գրնա նահանջել, թերևս վարդապետը գսխալեր, բայց Պետրոսը մինչև վերջ պաշտպանեց իր թիրքը։ Եթե քեզի հետ մեռնելու ըլլամ, չեմ ուրանար քեզի։ 35-րդ խոսք։ Փաստորեն այս համարձակ հայտարարությունը մյուսներուն ալ ոգեշնչեց համաձայնիլ, այնպես ալ բոլոր աշակերտները գսեին։ Շարժարիտները գրնան դարբեր ըլլալ արտաքին երևույթներեն։ Գտվեր, որ այս մարդիկ ունեին մեծ խիզախություն եւ ճիշտ շարժարիտներ։ Ավելի խորուն քննելով մենք կհայտնաբերենք ոչ թե թրթապատճառ հանդիսացող Աստուծո սերը, այլ մեկ ուրիշ բան։ Մինչև աշակերտներուն զգուշացնելը Հիսուսը բաժնեկցեցավ անոնց հետ։ Սակայն ահա իմ մատնողի ցերկն ինձի հետ սեղանի վրա է։ Ղուկաս 22:21։ Որքան սարսափելի էր, որքան ահավոր էր, որ անոնցմե մեկը գրնար մատնել Հիսուսին։ Մեկը, որ աբրած եւ քալած էր անոր հետ, մեկը, որուն համար անհոգ դարած էր, հիմա պետք է իր ցերկը բարձրացներ անոր Մեսիային վրա։ Չնայած որ Հիսուսը գիտեր եւ ճիշտ սկիզբեն ալ գիտած էր, թե ով էր ան եւ ինչ պիտի ըներ, անոր աշակերտները առաջին անգամ գլսեին ասոր մասին։ Գրնաս պատկերացնել այն սոսկումն ու գասկածը, որ դարածվեցավ սենյակին մեջ այս հայտարարութենեն ետք, եւ անոնք սկսան հարց ու փորձնել իրենց մեջ, թե իրենցմե ով է արդյոք ան որ անփանը պիտի կործե։ Ղուկաս 22:23։ Աշակերտները շփոթած էին եւ չէին հավատար, որ իրենցմե ովևէ մեկը ընդունակ գլա անհավանական չարություն ընելու։ Ուրեմն ինչն էր անոնց քննարկման շարժարիթը։ Անկասկած այն պետք է ըլլար Հիսուսին համար մտահոգվիլը, բայց արդյոք ադիգա այդպես էր։ Աշակերտներուն զրույցը մատնեց անոնց։ Նայենք հաջորդ խոսքին։ Անոնց միջև վեճ մնալ եղավ, թե իրենցմե ով պիտի մեծ համարվի։ Ղուկաս 22:24։ Ինչպես բարձ կտեսնենք, անոնց բարձապանման հիմքը եսասիրությունն ու հպարտությունն էր։ Հիսուսն աշակերտներուն ըսավ, որ ինքը պիտի մատնվեր քահանայապետներուն, մահվան դատապարտվելու համար, իսկ աշակերտները սկսան ցկտիլ իշխանության ու թիրքի, ինչպիսի եսասիրություն։ Մենք գրնանք գրահել, թե ով կառաջնորդեր վեճը։ Ավելի հավանական է, որ ադիգա Սիմոն Պետրոսն էր, որ անցյալին ունեցած էր ավակ ըլլալու ցկդում եւ իշխող անհատականություն էր, իսկ հիմա կգործեր այդ հիմքեն թրթված։ Հավանաբար ան գշտաբեր մյուսներուն հիշեցնելու, որ ինքն այն միակն էր, որ բավականին խիզախ էր ճունին վրա քալելու համար։ Մատթեոս 14:28-31։ Թերևս Պետրոսը գթարմացներ ընկերներուն հիշողությունը, որ ինքը մատնանշեց, թե իրականության մեջ ով էր Հիսուսը, Մատթեոս 16:15-16, գամալ թե ինչպես ան ունեցավ իր փորձառությունը այլագերբության լերան վրա Հիսուսին, Մովսեսին եւ Եղիային հետ, Մատթեոս 17:1-8։ Պետրոսը բավական համարձակ էր ապացուցելու համար, որ ինքը ամենամեծն էր 12-ին մեջ, բայց արդյոք այս համարձակությունն արմատավորված էր սիրո վրա։ Ես վստահ եմ, որ Պետրոսը կմտածեր, թե արդեն իր կարևորությունը հիշեցնելու ժամանակն էր, մինչդեռ հետո պիտի բարձվեր, որ իրականությունն ուրիշ պիտի ըլլար։ Անոր համարձակությունը հիմնված էր հպարտության եւ եսասիրության վրա։ Մտաբահելով այս ամենը երթանք առջև։ Ցիթան։ Այն ժամանակ Հիսուսն անոնց հետ դեղ մի եկավ անունը Գեթսեմանի եւ ըսավ աշակերտներուն. հոն նստեք, մինչև որ ես երթամ աղոտ քնեմ հոն։ Մատթեոս 26:36։ Գեթսեմանի փարը փարացի կնշանակե ցիթան, ցետ հանող։ Ցիթանը ցիտապդուղեն ցետ կքամե։ Ցիտապդուղն ինքն իր մեջ ցետ չար դազադեր։ Միայն երբ մեծ ջնշում կգործադրվի, ցետը դուրս կուքա ցիտապդուղին մեջեն։ Գեթսեմանին այդպիսի ջնշման վայր է ոչ թե ցիտապդուղներու, այլև սրդերու։ Ուշքին ջնշման տակ մեր ներսը եղածը դուրս կուքա հաջող անագնգալի բերելով մեզ։ Ուրիշ ցևով ասելու համար
քու սրդի շարժարիտները կփորձվին եւ կբացահայտվին, երբ գուքան փորձությունները։ Երբ Հիսուսը Պետրոսին, Հակոբոսին եւ Հովանեսին հետ քնած Գեթսեմանի, սկսավ դրդմիլ եւ վշտանալ։ Մատթեոս 26:37։ Հիսուսի անձը չափազանց վշտացած էր, որովհետեւ ան ցիթանի մեջ էր։ Ան իր ամենամեծ ճակատամարտի հոր գամքը այլ ցևով իրակորձելու փորձության մեջ էր, որովհետև ան պիտի փրկեր ինքն իրեն։ Որոշ մարդիկ չեն հավատար, որ Հիսուսը հնարավորություն ուներ մեղք գործելու։ Մենք պետք է հիշենք, որ Հիսուսը փորձվեցավ ամեն բանով մեր նմանությամբ, բայց առանց մեղքի։ Եբրայեցիս 4:15։ Փորձված ըլլալ կնշանակե պայքարիլ ինչ որ բանի մթեմ։ Հիսուսն իրեն չէր պաշտպաներ պայքարներեն եւ միշտ հաղթանակած դուրս գալու ապահովության մասին չէր մտածեր։ Ինչու՞, որովհետեւ իր սեփական կամքը չէր կատարեր։ Եթե Հիսուսին համար անկարելի ըլլար մեղք գործելը, ապա նաեւ անկարելի պիտի ըլլար փորձվելը։ Ասիկա չի բացեցներ Հիսուսին փառքը, այլ ավելին գնդկծե թե որքան արժանավոր է ան, որովհետեւ մեղք չգործեց։ Հալելույա։ Հիսուսը Բարդեզին մեջ կխնդրեր. «Իմ հայր, եթե կարելի է, թող այս բաժակն ինձ մե անցնի, սակայն ոչ թե ինչպես ես կկամենամ, այլ ինչպես դուն»։ Մատթեոս 26:39։ Այս պայքարի ճնշումը կմոլեկներ Հիսուսին հոգիին մեջ։ Գերևեր, որ միայն մեկ բան կրնար անոր յետ մղել։ Ան կրնար ընտրել հոր կամքն իրակորձելու մեկ այլ դարբերակ եւ ադորմով պիտի փրկեր ինքն իրեն։ Ավելի վաղ Հիսուս նսած էր փարիսեցիներուն, որ ինքը իշխանություն ունի իր կյանքը տնելու։ Հովանես 10:17 եւ 18։ Աստված չստիպեց անորը նելու ադիգա, ադոր համարալ ան առանցին կպայքարեր։ Հիսուսը գիտեր, որ այս պայքարը գար իր մի առաջ մինչև Գեթսեմանիի Բարդեզին մեջ իր ձունգի քալը։ Ասոր մասին Հիսուսը բաժնեկցեցավ իր աշակերտներուն հետ 3 անգամ, մինչև անոնց Երուսաղեմ քալը։ Հիսուսն անոնց ըսավ, որ իր հոր կամքն էր, որ ինքը չարչարվեր, մահանար եւ մերելներեն հարություն առներ։ Խաչելութենեն քանի օր առաջ Հիսուսը քաղտնիքը վստահեցավ իր աշակերտներուն ըսելով. «Հիմա իմ անձը խռոված է, եւ ինչ ասեմ, հայր, ազատե ինձի այս ժամեն, սակայն ասոր համար եկա այս ժամուն մեջ։ Հայր, փառավոր է քո անունը»։ Հովանես 12:27 եւ 28։ Հիսուսը պետք է իր կյանքը զոհեր, որբեսի ադորմով հոր անունը փառավորվեր։ Ան այս սկզբունքին մասին հազիվ նոր բաժնեկցած էր իր աշակերտներուն հետ։ Իր անձը սիրողը կգործընծնե այն եւ իր անձնադողը այս աշխարհին մեջ հավիտենական կյանքի մեջ կբահե այն։ Հովանես 12:25։ Այս խոսքը գուտա երկու հարցի պատասխան։ Առաջինն այն է, թե ինչու Պետրոսը չգրծավ հետևիլ իր դված երթումին, եւ երկրորդը, թե ինչու Հիսուսը գրծավ։ Հիսուսը հորն իր սեփական կյանքեն ավելի գսիրեր, ադոր համարալ ան գրծավ զոհել իր կյանքը։ Պետրոսը կգարձեր, որ ինքը Հիսուսին իր սեփական կյանքեն ավելի գսիրեր, բայց Գեթսեմանիի ցիթանը բացահայտեց անոր շարժարիտները։ Բարդեզին մեջ բավական չէր միայն այն, որ Հիսուսը գիտեր հոր կամքը, հիմա ան պետք է կատարեր այդ կամքը։ Ասիկա այնքան դժվար էր, որ ան կխնդրեր հորը, թե արդյոք հնարավոր չէր մեկ ուրիշ ցևով իրականացնել կամքը։ Աղոթքի մեջ Հիսուսը կպայքարեր ինքնաբահբանման այս փորձության թեմ եւ գտիմատրեր արյան քրդինք թափելու աստիճան։ Ղուկաս 22:44։ Փորձությունը հաղթելու Հիսուսի զորությունը արմատավորված էր հոր նկատմամբ սիրո եւ իր անձը չսիրելու վրա։ Հիսուսն իր անձը գործընծուց իր հոր հանդեպ ունեցած սերեն թրթված։ Հովանես 14:31։ Այս սերը կհաղթե անոր, ինչին ոչ մեկ մարդ նախկինին հաղթած էր անձի նկատմամբ ունեցած սիրուն։ Ցեթը դուրս ելավ ապացուցելով հոր հանդեպ Հիսուսի սերը ոչ միայն խոսքով, այլև զոհաբերությամբ եւ հնազանդությամբ։ Հիմա դες, թե ինչ աստեցություն ունեցավ այդ ցիթանը կամ ճնշումը Պետրոսին եւ մյուս աշակերտներուն վրա։ Հոժար հոգի դգար մարմին։
Մոտ 1 ժամ իր գամքին հետ պայքարելեն ետք Հիսուսը ոտքի ելավ, քնած իր աշակերտներուն քով եւ անոնց կդավ դրդմութենեն քնացած։ Ղուգաս 22:45։ Աշակերտները երկար չքննարկեցին, թե ով էր ամենամեծը։ Անոնք ձանրացան վիշտեն եւ դխրութենեն։ Հիսուսը միակը չէր, որ ճնշման տակ էր։ Անոր աշակերտները եւս ցիթանի մեջ էին։ Աշակերտները թեմ արդեմ հանդիպած էին իրենց անձերը փրկելու փորձությանը։ Անոնք այլևս ուժ չունեին թիմադրելու, որովհետև գետրոնացած էին իրենց սեփական կամքին, այլ ոչ թե հոր կամքին վրա։ Ի դարբերություն Հիսուսի, անոնք չէին ցանկար իրենց կամքը հնազանդեցնել Աստուծո կամքին։ Եթե մենք մտածենք, որ մեր սեփական կյանքը սուղ է, մենք չենք պայքարիր այն թնելու կարողության համար։ Մտածե ասոր վրա։ Այն ժամանակ, երբ Հիսուսը պայքարի մեջ էր իր կյանքը գործընծնելու մտքի հետ, աշակերտները քնանալով խուսափեցան պայքարեն։ Հիսուսը հատկապես Պետրոսին հետ խոսեցավ. «Այդպես մեկ ժամ էլ չգրցակ ինձի հետ արթուն մնալ։ Արթուն գեցեք եւ աղոթ քրեք, որ փորձության մեջ չմտնեք։ Հոգին հոժար է, բայց մարմինը դգար»։ Մատթեոս 26:40 եւ 41։ Ահա Պետրոսը, որ համարձակ խոստումներով մարդ էր, աղոթելու փոխարեն քնացած էր։ Ան տակավին չէր սորված հենիլ ուժիմը վրա, որ իր սեփականը չէր։ Քնանալով ան պաշտպանեց իր գարձեցյալ ուժը։ Մեր հոգիները կամ սրդերը գրնան հոժարը լալ, բայց մեր մարմինը միշտ կփնտրե ինքն իրեն պաշտպանելը։ Հետևաբար, եթե մեր մարմինը խաչված չէ, մենք անոր գուտանք այն ինչ որ ան գցանգա։ Պետրոսը գուզեր հավատարիմը լալ Հիսուսին, բայց չգրծավ, որովհետև մարմինը իշխանություն ուներ անոր վրա։ Պետրոսն ավելի շատ գսիրեր իր կյանքը, քան գցանգար Աստուծո կամքը։ Ան չջանցավ իր սրդի իրական վիճակը։ Պետրոսը լուրջ կվերապերեր իր ըսածին եւ ճշմարտաբես կհավատար, որ իր կյանքը գզոհե Հիսուսին համար։ Այնուամենայնիվ, այս ճնշումեն ետք բացահայտեցավ այն ինչ որ նախորոք դրսևորված էր վերջին ընթրիքի ժամանակ, այսինքն եսասիրությունն ու հպարտությունը։ Երկու տարբեր արդյունքներ։ Այն բանեն ետք, երբ Հիսուսն աշակերտներուն քնացած կդավ, քնած երկրորդ անգամ աղոթելու։ Երբ ան վերադարձավ աշակերտներուն, նորեն քնացած կդավ, քանի որ անոնց աչքերը ձանրացած էին։ Մատթեոս 26:43։ Նույնիսկ երբ Հիսուսը զգուշացուց անոնց, անգե ետքալ աշակերտներն արթուն չմնացին։ Անոնց ցկեց դարձյալ քնած եւ երրորդ անգամ աղոթ կրավ եւ միևնույն խոսք նսավ։ Այն ժամանակ գուկա իր աշակերտներուն քով եւ անոնց գսե. «Այսուհետև քնացեք եւ հանգստացեք, որ ահա հասած է ժամը»։ Մատթեոս 26:44 եւ 45։ Հիսուսը 3 ժամ այնքան աղոթեց, մինչև իմացավ, որ հաղթած է պայքարին մեջ։ Անոր կամքն ամբողջապես մեկ էր հոր կամքին հետ։ Այժմ Հիսուսը պատրաստ էր թեմ արդեմ կանգնել հրյա առաջնորդներուն եւ հռովմայեցի զինվորներեն եկած թշնամիի վախին։ Հիսուսին ամուր կանգնելու կարողությունը նույնիսկ հալածանքի այդ հնոցի մեջ ապշեցուց հռովմայեցի կառավարիչին։ Եվ երբ որ քահանայապետներեն եւ ծերերեն կամպաստանվեր, ոչինչ պատասխանեց։ Այն ժամանակ Պիղադոսը ըսավ անոր. «Չես լսեր, որ չափփաներ կվգայեն քեզի հագարակ»։ Եվ ան անոր բան մնալ չպատասխանեց, մինչև որ գուսակալն ալ շատ զարմացավ։ Մատթեոս 27:12-14։ Համարձակությունն այն չէ, թե որքան բարձր կամ որքան շատ մենք կխոսենք, այն կգտնենք նաև լրության մեջ։ Թուն կլրես այնքան ժամանակ, քանի դեռ սուտ մեղադրանքներ կշպրդեն երեսիդ։ Հիսուսը կմնար իր իշխանության մեջ չարցականքելով մեղադրանքներուն։ Ան գիտեր, որ անոնք ոչ մեկ իշխանություն ունեին իր վրա։ Արցականքելը ցույց կտար, որ անոնք ունին այդ իշխանությունը։ Քահանայապետներն ու ծերերը կփորձեին վերահսկել Հիսուսին իրենց մեղադրանքներով, սպառնալիքներով եւ զորավոր պաշտոններով։ Անոնց պատասխանելը հիմարություն կլար, քանի որ քահանայապետներն ու ծերերը մտահոգված չէին ճշմարտության համար։
Հիսուսը գիտեր, որ անոնք չէին կրնար իր կյանքը վերցնել, որովհետև ան արդեն դված էր այն հորը։ Երբ Հիսուսը հանդիպեցավ իրեն մեղադրողներուն, Պետրոսն իրեն համար դուրսը գրագին քովը գտակնար։ Վախնալով այդ առաջնորդներուն ծառաներեն, Պետրոսն ուրացավ, թե նույնիսկ Հիսուսին չի ճանչնար։ Մատթեոս 26:69-75։ Չնայած որ Պետրոսը գսեր թե գմերնի, բայց չուրանար Հիսուսին, այնուամենայնիվ վախցավ եւ ըրավ այն, ինչ որ ըսած էր, որ պիտի չնե։ Պատճառն այն էր, որ Պետրոսը իր սեփական կյանքը սիրեց։ Հիսուսին ուղված անոր խոսքերը ցույց կտային, որ Պետրոսը մեծ սեր կտածեր Հիսուսին հանդեպ, բայց այս գործերը այլ բան կվկայեին։ Իր անձին հանդեպ սերն էր Պետրոսի վախին արմատը։ Այն լավ պահված էր վաղ ժամանակ եղած խիզախ հայտարարություններուն եւ գործողություններուն յետևը, բայց Ցիթանի շնորհիվ բացահայտվեցավ Պետրոսին երկչոտ հոգին։ Վախին եւ երկչոտության արմատը եսասիրությունն է։ Գադարյալ սերը գքշե վախը եւ մեզի գուտա համարցակություն։ Սերեն ծնած համարցակությունը գգոդրե երկչոտության ջնշումը։ Անգադար սերը կամ եսասիրությունը թուր գփանա երկչոտության համար։ Ասով սերը գադարյալ գլա մեզի հետ, որ համարցակություն ունինք Թադաստանի օրվան մեջ։ Վախ չգա սիրո մեջ, այլ գադարյալ սերը գհերացնե վախը, որովհետև վախը դանչանք ունի, բայց ան որ գվախնա գադարյալ չէ սիրո մեջ։ Առաջին Հովհաննես 4:17-18։ Վախն ու երկչոտությունը գզորանան, երբ մենք կգետրոնանանք մեր վրա ըսելով. իսկ ես ինչ պիտի պատահի հետս։ Ասոնք դանչանքի ջիջեր են։ Հիսուսն ասավ. ոչ մեկը ասկե ավելի մեծ սեր ունի, որ մեկն իր անձը տնե իր բարեկամներուն համար։ Հովհաննես 15:13։ Երբ մենք ճշմարտաբես մեր կյանքը գտնենք Հիսուսի սիրուն համար, այլևս չենք մտահոգվիր, թե ինչ պիտի պատահի մեզի հետ, որովհետև գիտենք, որ անհոգ կդանի մեզի համար։ Անգե ետք մենք մահացած եւ ծածկված ենք անոր մեջ։ Մենք գարիք չունենք անհանգստանալու մեր կյանքերուն համար, ինչալ որ պատահի մեզի հետ։ Ադոր մասին Հիսուսը հոգ կդանի։ Մենք ուղղակի պետք է սիրենք եւ հնազանդենք։ Վախն այլևս չի դանչեր մեզի, քանի որ մեռած մարդը չի կրնար դանչվել։ Թուն գրնաս հրազենով նշան բռնել թակաղին մեջ բարգած մարդուն վրա եւ սպառնալ անոր, բայց ան նույնիսկ աչքնալ չի թարթեր։ Ինչ պատահեցավ մույսներուն հետ։ Ինչ պատահեցավ մյուս աշակերտներուն հետ։ Նախքան Հիսուսին ուրանալը, անոնք միացած էին Պետրոսին եւ գբնթեին, որ գմերնին, բայց չեն ուրանար։ Ինչպես վարվեցան անոնք Ցիթանի ջնշումին մեջ։ Անոնք փախան նույնիսկ մինչև Պետրոսին ուրանալը։ Աստվածաշունչը կպատմե, որ երբ անոնք տեսան, թե ինչպես զինվորները բռնեցին Հիսուսին, բոլոր աշակերտները անոր ցկեցին եւ փախան։ Մատթեոս 26:56։ Աշակերտները բոլորն ալ գվախնային իրենց անձերուն համար։ Անոնք ավելի շատ գուզեին քնանալ, քան աղոթել։ Հիսուսին հետ ունեցած վերջին ճաշկերույթին ժամանակ աշակերտները կգրվեին իրենց մեջ, թե ով է ամենամեծը։ Անոնք գարձես թե չէին լսեր կամ ալ չէին գրնար լսել։ Անոնց միայն մեկ բան կհետաքրքրեր. ինչ կպատահի հետս։ Աշակերտներուն եսասիրությունը բացահայտվեցավ Ցիթանի ջնշման մեջ։ Անոնց շարժարիտները չէին դարբերեր Պետրոսի շարժարիտներեն։ Բարձաբես Պետրոսն ավելի դժվար իրավիճակի մեջ էր, որովհետև անհետևեցավ զինվորներուն մինչև այնտեղը, ուր Հիսուսին դարին։ Ամեն համարցակություն չէ, որ սերեն թրթված է։ Թերևս քեզի մինչև հիմա կհետաքրքրե, թե ինչ տվավ Պետրոսին այն համարցակությունը, որուն միջոցով անսուրը ցերքի ընկեցավ փոքրիկ փանագին առջև։ Ես կհավատամ, որ Պետրոսին համարցակությունը գուքար մույսներին հավանությանն արժանանալու ցանկութենեն։ Անկնած այդ քայլին ուրիշներու վրա աստեցություն ցկելու համար։ Մտածի ասոր մասին։ Աշակերտները հազիվ նոր վեճ ունեցած էին, թե ով էր ամենամեծը։
Այս թեման առաջին անգամը չէ, որ գշոշափվեր։ Աշակերտները մշտապես մրցակցության մեջ էին։ Ասոր մասին Պետրոսը դակավին չէր մորցած, եւ հիմա անոր հնարավորություն ընձեռնված էր ապացուցելու իր մեծ հավատարմությունը։ Բայց երբ ան քահանայապետներու ծառաներու հետ նստավ գրագիքով, այլևս շրջապատված չէր իր հավատագիցներով։ Անոր իրական ապահովությունը մագերեսային էր։ Վախը, որ բահվտած էր անոր արտաքին հանգստության մեջ, բացահայտվեցավ։ Նախորդ դեպքերը եւս կբացահայտեին Պետրոսի դատանվող համարձակությունը։ Մեկը այն ժամանակ էր, երբ Պետրոսը գքալեր ջուրին վրայեն։ Երբ մյուս աշակերտները շփոթած էին, Պետրոսն աղաղակեց. «Դեր, եթե դու ես, հրամայե ինձի, որ ջուրերուն վրայեն քովդ կամ»։ Մատթեոս 14:28։ Պետրոսը դուրս ելավ նավակեն եւ քալեց ծովին վրայեն։ Հավանաբար ան համարձակություն ստացած էր աշակերտներուն վրա դպավորություն ցկելու ցանկութենեն։ Բայց եւ այնպես, երբ Պետրոսը առանցին հայտնվեցավ մոլեկնած ծովուն մեջ, աղաղակեց Հիսուսին, որ փրկե իրեն։ Երբ ան գքալեր ալիքներուն վրայեն, հասկացավ, որ իր մրցակիցներեն ոչ մեկն ալ իր հետ էր։ Վախի ջնշումին տակ ան կանչեց Հիսուսին, որբեսի փրկեր իրեն։ Շատ հնարավոր է, որ Պետրոսը կմտածեր, թե Հիսուսը գազադեր իրեն Բարդեզին մեջ կատարված դեպքեն, ինչպես որ ըրած էր շատ անգամներ, եւ ան ճիշտ էր։ Պետրոսն ու մյուսները չէին պատկերացներ, որ Հիսուսին ցերպակալված պիտի տեսնեն։ Չնայած որ Հիսուսը բազմաթիվ անգամ ըսած էր անոնց, որ ադիգա դեղի պիտի ունենա, անոնք կշարունակեին հավատալ, որ ան պիտի հաստատե իր թագավորությունը երկրի վրա ճիշտ այդ ժամանակ։ Գործք Առաքելոց 16:21։ Թյուրին է շարունակ վստահ լալ անոր մեջ, ինչ մենք կագնկալենք, որ Աստված պիտի ընե։ Բայց երբ ան անագնկալի գբերե, մենք կրնանք դադանիլ։ Երբ ինչ որ բան դեղի կունենա մեր կյանքին մեջ կամ ծառայություններուն մեջ, որ սալով մեզ մեր դքիդության պատճառով, մենք կգործընծնենք մեր համարձակությունը։ Հաճախ մենք նախապատրաստված չենք լար չարչարանք, հալածանք կամ փորձություններ գրելու համար։ Երեխաներու պես մեզի հարմարավետ է մեր առօրյա կյանքը եւ մեր սեփական ճանապարհը։ Երբ մենք չենք հասնիր մեր ցանկացածին եւ մեր ուզած ճանապարհին, մեր սրտերը կստուկվին։ Եթե մենք կհաղթանակենք փորձություններու մեջ, մեր սրտերը կզորանան։ Մենք կգրնանք համարձակ երևալ, երբ Աստված մեզ ճշգրտորեն կուտա այն, ինչ որ մենք կուզենք, կամ ալ երբ կյանքը կանխատեսելի է, բայց երբ ամեն ինչ ուրիշ ցևով կընթանա, հայտնի կդառնան մեր իրական շարժարիտները։ Հիսուսը կնկարագրե այս իրավիճակը։ Նույնպես հալ քարքարոտ դեղը սերմվածներն անոնք են, որոնք երբ որ խոսքը գլսեն, շուտով ուրախությունով կընդունին այն, եւ իրենց մեջ արմատ չունին, այլ արժամանակյա են։ Հետո երբ որ այն խոսքի համար նեղություն կամ հալածանք գլա, շուտով կքայթագղին։ Մարգոս 4:16 եւ 17։ Ուշադրություն դարձուր, որ աշակերտները թիմացկուն չէին, որովհետև արմատներ չունեին։ Ինչպես սարքացնենք արմատները, որբեսի մեզ հաստատուն բահեն։ Մենք ինչի մեջ պետք է արմատավորված լանք։ Եփեսացիներու 3:17-ն գսե, որ մենք պետք է արմատ նետենք եւ հաստատվենք Քրիստոսին համար մեր ունեցած սիրո մեջ։ Ճշմարիտ սերն իրենինը չի փնտրեր։ Այն մարդիկ, որոնց սերը արմատներ չունի, կհամբերեն այնքան, որքան որ իրենց համար թյուրին գլա։ Անոնք չեն խաչված Քրիստոսին հետ, այլ եկած են Հիսուսին քով ինչ որ բան մստանալու համար եւ ոչ թե այն բանի համար, թե ով է ան։ Անոնք, որոնք ճշմարտապես կսիրեն, ոչինչ կփնտրեն, բացի իրենց սիրելիեն եւ այն ինչ որ կհաջեցնե անոր։ Այդպիսի սերն իր մեջ սպասումներ չունի։ Ընդհակառակը այն դվող է։ Նման շարժարիթը ոչ մեկ աստեցության կենթարկվի, երբ ամեն բան իր սպասածին պես չլար։ Սերը չի հուսահատիր, ադոր համարալ չի վախնար։ Համարձակությունը, որուն միջոցով կգոտրենք երկչոդության զորությունը, պետք է փոցավարի Աստուծո հանդեպ մեր ունեցած սերեն, որովհետև Աստված չտվավ մեզի երկչոդության հոգի,
այլ զորության, սիրո եւ սկաստության։ Երկրորդ Դիմոթեոս 1:7։ Զորությունը երկչոդությունը գոդրելու մեկ մասն է, բայց ադիգադագավին բավարար չէ։ Ինչպես արդեն ասած եմ, ես տեսած եմ օծված մարդոց, որոնք գծգված են երկչոդութենեն, երբ ճնշումներ եղած են։ Սկաստությունը եւս բավարար չէ։ Սուրբ Հոգին Պետրոսին անձնապես հայտնեց, որ Հիսուսը Մեսիան է։ Մատթեոս 16:13-18։ Միայն այն ժամանակ, երբ Պետրոսը լեցվեցավ Աստուծո սիրով, իրապես թրավ իր կյանքը։ Մենք ասիգա գտի դարգենք հաջորդ գլուխին մեջ։